Կատարվում է այն, ինչ մենք խոսել ենք ձեզ հետ, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ Ռոբերտ Քոչարյանին, որ առանց իրեն անհնար է քաղաքական process-ներ առաջ տանել։ Ռոբերտ Քոչարյանը սկսեց մեղադրել, հիշում եք Սարգսյանին, որ Նիկոլ Փաշինյանին նա է բերել իշխանության։ Հենց նույն Վարդան Ղուկասյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում այդ մեղադրանքը հնչեցրեց։ Էլ չասած, որ ասաց, որ իրեն ուզում են ֆիզիկապես ոչնչացնել։ Հիմա Սերժ Սարգսյանը ինչպես է միանալու Ռոբերտ Քոչարյանի թեկնածուին այսքանից հետո ինչ է նա շահում ոչ մի բան իր թեկնածուն քաղաքապետ չի դառնում, հակառակը ինքը դառնում է անսկզբունքային, որովհետև եթե իրեն ասում են կներես Նիկոլին դու ես բերել, հետո էլ ասում են արի միավորվենք ընդդեմ Նիկոլի, այստեղ տրամաբանություն ես չեմ տեսնում։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի թիմը հատել է այն կարմիր գծերը, որը թույլ կտար իրենց միավորել Սերժ Սարգսյանի հետ։ Ես չեմ խորանում արդյոք այդ մեղադրանքները ճիշտ են թե ոչ։ Ես ասում եմ, թե ինչ է իրենց ներսում կատարվում։ Հիմա սցենարներից մեկը եւ Սերժ Սարգսյանը ժամանակ է ձգում ցույց տալու համար, շատ հետաքրքիր է, որ Գյումրիի առաջին երկու թեկնածուների ճակատագիրը կախված է երրորդ թեկնածուի ճակատագրից։ Պարզ է, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարումը ներողություն իհարկե իրականացնում է ուղղակիորեն Սերժ Սարգսյանը եւ եթե հաշվարկով էր, պարոն Գրիգորյանը մասնակցում էր Գյումրիի ընտրություններին։